Աղջիկներս վերադարձա տուն, հիմա արդեն տորթի սիրոպն եմ պատրաստում։ Մի հատ կարելի է միասին կոֆե խմենք, բայց ոչ այս տեսակ կոֆեից այս երեքը մեկում կոֆե խմենք իրար հետ ինչ կլինի։ Էսի սիրոպ է։ Ուզում եմ մի 15 րոպե նստեմ։ Չէ, բալես, էսի ինքը միջուկն է, օ, ինչ ընտիր ա եղել։ Գիտեք, չէ, առաջին անգամ եմ փորձում։ Կարամ ուտեմ։ Էսի բալես, տորթի մեջ պետք է կսենք։ Նայս նոր։ Վաու։ Вот желе, հա։ Ես ինչ լավն է եղել, էսի կլուբնիկն է։ Էսի դու ալեզես կլուբնիկը իդես ալեզես չէ։ Բլենդերել են, հա, բալես։ Որա կլուբնիկը։ Մեջն է։ Так, շեղվեցինք, զգացիք։ Մի հատ կոֆե եմ խմում։ Միջև կոֆեն խմեմ, սիրոպը կեփի, սպասեք, սիրոպը դնեմ, նոր կոֆե։ Դուշ ես է։ Էսի սիրոպը։ Չէ, էսի կոֆեյը։ Սիրոպը պարտադիր է, որովհետև բիսկվիթը պետք է խոնավ լինի։ Սիրոպ ջան։ Աղջիկեր ջան, ես աշկաչափով եմ անում այս սիրոպները, քաղցրը դուք եք էլ ընտրում։ Եթե պատրաստեք իմ բաղադրատոմսերով, ապա նկարեք, գցեք ինձ, ես այս սիրոպ կկիսվեմ Instagram-ի ստորիներում, ցանկանաք նաև YouTube-ում կկիսվեմ, այնպես որ ակտիվ եղեք, ակտիվ։ Բաժակելիս բարես, 4 լիտր է, մի հատելից ու վերջ։ Դե Արիաննա ջան, մտածի ինչ եփես այսօր, ինչ եփեմ, որ Չգիտեմ։ կոլոլակով պատրիվկա սիրուն սարքեմ, մեկ է բրանձով փլավ անում։ Ահա պիտի մի շատ եմ կասերի մեջ։ Да. Можно. Ага. Вот так. Как возможно, если я не можно или что? Ամպերն հենց ասեված է, այս ուժեղ անձրև ա գալու, բայց ամեն դեպքում սերմերը ջրեցի։ Да. Այստեղ գանաշներն է, այս լավ սարել է, տախտական է։ Տորթերի ու հացի հարցը լուծում։ Հիմա ինձ արդեն հանգիստ է հայտարարված 15-20 րոպե։ Կոֆե ուզում ես գիտես։ Հա։ Չայ ուզում ես գնես։
աղջիկները սլես գեղեցկությանը նայեք։ Սարելա այս եւ սիրուն դուրս եկա, բայց հենց հետա գալիս, էլ ասենք ֆորման որ չի պահում, այդ արդեն լավ չի։ Մամա, դու Աղջիկներս հավաքում են վանիլային բիսկվիտի շերտերը, ինչ է մեզ անհրաժեշտ իհարկե բիսկվիտները, կրեմ գանաշ, կրեմ չիզ, այստեղ սիրոպ է քաղցր եւ հատապտղային միջուկ։ Իմ մոտ միայն ելակ է, այսպես սիրուն պատրաստ է արդեն։ Հիմա ինչ ենք անում, բնականաբար հավաքում ենք մեր տորթը։ Առաջին պատվերս հավաքում ենք, տեսնենք ինչ ենք ստանում վերջում։ Քանի որ ձեզ խոսք եմ տվել, որ ձեր հետ եմ հավաքելու, այդ իսկ պատճառով հիմա անցնում ենք գործի։ Հիմա ինչ ենք անում։ Մեզ պետք է այսպիսի դոսկա։ Так, դանակն է պետք է վերցնեմ, որպեսզի հարթեցնեմ։ Ես տեսակ պատիլ են ասում, ինչ են ասում։ Մի խոսքով, սիրուններս, անցնում ենք գործի, մեզ պետք է, որպեսզի ամրացնենք դոսկան, որ աջ ու ձախ չգնա։ Այսպես, ինք արդեն ամուր է, հիմա ամրացնում ենք բիսկվիթը, կրեմ ենք քսում, այսպես, որպեսզի բիսկվիթը նույնպես չշարժվի։ Եվ դնում ենք մեր առաջին շերտը։ Մի փոքր սենց սիրուն ձեռքով սեղմում ենք։ Հիմա վերցնում ենք սիրոպը։ Առաջին շերտը լավ սիրոպը պատում ենք։ Բնականաբար ինչով ենք անում, սիրով ենք անում այս գործը, որպեսզի համեղա ու այլ ավելի համեղ լինի։ Լավ, թրջում ենք։ Տեսնենք ես մի տորթը քանի կիլոգրամ կլինի։ Առաջին անգամ եմ սենց մեծ տորթ պատրաստում նուդասի համար։ Վերցնում ենք կրեմ չիզ, միջուկը։ Գանաշով պետք է միայն պատեմ, զարդարեմ։ Ամեն մի տոպրակի մեջ 150 գրամ է։ Քանի դեռ ես նոր եմ կրեմների հետ, դրա համար այսպես աշկաչափով չեմ անում, ամեն ինչ չափով եմ անում, որպեսզի ամեն ինչ լինի իդեալական։ Առատ կրեմ ենք լցնում։ Հիմա բորտիկ ենք անում, որպեսզի լցնենք մեր միջուկը, որ դուրս չգա։ Մի փոքր էլ ուզում, մի փոքր էլ եկեք ինքներս մեզ չխափենք, այստեղ մի փոքր ուզում է։ Որ ամեն ինչ լինի ակուրատնի։ Հիմա լցնում ենք մեր հատապտղային միջուկը, տարածում ենք, պատկերացնում եք կտրվածքն ինչ սիրուն է լինելու, ասաննա ջան դանակով արա,
Ինչու ես գդալով։ Մի տեսակ լարվում եմ։ Ես էլ ինձ համար ամենաառաջինը քննություն։ Տեսնեմ ես ինքս ինչպես եմ աշխատում։ Ես ափսոս դուք տենց չեք տեսնում, բայց արդեն կտրվածքը եւ այլն ամեն ինչ ձեզ ցույց կտա։ Շատ համով է։ Ոնց որ մի մասը մեծ լինի, մի մասը փոքր, բայց նույն ֆորման է, նույն չափն է, ինչի ասես, չգիտեմ։ Ես չգիտեմ ինչից է աղջիկներս, բայց հենց հեռախոսը միացնում եմ, որպեսզի նկարահանում անեմ։ Այդ պահին զանգեր է գալիս ու ես չեմ կարողանում նորմալ ձեզ ներկայացնել։ Հիմա արդեն շերտեր ամբողջովին հավաքել եմ։ Հիմա պետք է հարթեցնենք։ Հարթեցնում ենք տորթը, տեղափոխում ենք սառնարան։ 2-3 րոպե մնում է։ Նորից պետք է հանենք սառնային, որպեսզի հարթեցնենք։ Մեր նպատակը կրեմ հավաքելը չի տորթի վրայից, այլ տորթը ուղիղ հարթեցնելն է։ Տեսեք, այստեղ կրեմ է ուզում, պետք է համբերատար մեր գործը անենք։ Այս տակի հատվածներն էլ ինքը կրեմ պետք է քսենք, որպեսզի խմորը չվնասենք, խմորեղենը, և հետո մեր տորթը փշուրներով չպատվի։ Որտեղ տեսնում եք կրեմը քիչ է, չեք խնայում կրեմը, ավելացնում եք։ Դրա համար մի փոքր կրեմը ավելի շատ եք պատրաստում։ Ապրիմ աղջիկը։ Ահա, համբերատար հարթեցնում ենք այնքան, մինչև ստանանք մեր իդեալական տորթի տեսքը, հա, Աշխատում ենք կրեմ չհավաքենք տորթի վրայից։ Հիմա տեղափոխենք սառնարան։ Եթե ուզում եք ավելի արագ սառի, տեղափոխում եք սառցե խցիկ։ Այստեղ տեսնում եք, երևում է։ Նորից կրեմ ենք քսում։ Սա կարող է մեզանից վերցնի 30 րոպե, 20 րոպե, 25 րոպե։ Այնպես որ համբերատար ենք անում այն ինչ անում ենք ու սիրով։ Ես հիմա արդեն
1, 2, 3, 4, 5-րդ տորթս է։ Հիմիկվա հարթեցմանս վրա ես զարմանում եմ, ուրախանում եմ։ Առաջ շատ էի կրեմ հավաքում, իսկ հիմա հակառակը հարթեցումս իդեալական է ստացվում։ Մամա, Վաու, ես սենց արդյունք չէի սպասում, սենց իդեալական, հիմա ես սարեցնում եմ ու նորից պետք է կրեմապատենք ու հարթեցնեմ, որպեսզի այս գույները տորթի չերևա։ Ջան։ очень тут боится. Очень тут боится. Որ ասում են, ոնց որ թե լավ եմ սկսել աղջիկեք ջան։ Հենց ուրախ եմ, չեք պատկերացնի, որ վերջապես ստացվում է այն ինչը որ ուզում եմ։ Հիմա տանենք մի հատ փշուրները սարցնենք։ Красиво? Да. Да. Очень тут боится. Այս անգամ իդեալական աշխատանք եմ ուզում ստանամ։ Ու կարծես թե ստացա։ Հիմա պետք է մի հատ նորից դասնայեմ, ինչպես կարելի է տորթը վերցնել, որպեսզի ինքը չճայքի, չսառի եւ այլն։ Ու նորից կմիանամ ձեզ աղջիկներս։ Աղջիկներս էլ ինձ զանգ եկավ եւ նորից առանց ձեզ զարդարեցի, այսպես ձևավորումը տվել եմ սիրուն ու արդեն տորթը պատրաստ է։ Ասեցի ամեն ինչ միասին կանենք, իրար հետ կանենք, բայց այդ ընթացքում որ պետք է միացնեի եւ անցնեի գործի, զանգ եկավ, ես չէի կարող չխոսել եւ խոսալու ընթացքում էլ բոլոր այսպես վերջացրել եմ, զարդարել եմ։ Հաջորդ տորթը զանգերս ամբողջովին կանջատեմ եւ արդեն ամեն ինչ միասին կանենք, միասին կզարդարենք, որպեսզի մեզ խանգարող չլինի։ Ինչ անեմ, կամերան վերցնեմ ձեռքս զանգ ա գալի։ Ինչ որ մի նախ ուզում եմ իրար հետ անենք, էլի զանգ ա գալի, դրա համար էս ձևը ստացվեց։ Այսօրվա մեր համեղությունը կոլոլակներ եմ լեչով պատրաստել և վայրել ենք։ Արի բալես Արսեն, ան